վերան Սատանային խայտարակեց Հիսուսն է Տերը Օ հալելույա Նա մեր արկան է հավիտյան Կատարվեցավ Հիսուս հաղթեց Խաչի վերան Սատանային խայտարակեց Հիսուսն է Տերը Օ հալելույա Նա մեր արկան է հավիտյան Գիտենք որ Հիսուսն է Տերը Շնորհակալ ենք իր Տեր այն ամենի համար ինչ որ արեցին շնորհակալ ենք Օ Հիսուս մեծարում ենք քեզ գովերգում ենք քո սուրբ եւ զորավոր անունը Տերերի Տեր արքաների արքա Ալֆա Օմեգա սկիզբը վերջը դու ես մեր Տեր հալելույա
Շնորհակալ ենք ամեն բանի համար մեր Տեր, ամեն ժամանակը մեծարենք Քեզ, կփառավորենք Քեզ, իմ Տեր, Քո սուրբ և զորավոր անունը, հալելույա, ողջ փառքը և ողջ պատիվը, ամենակարող Աստծուն, ամեն, փառք Հիսուսի, այո, այսօր ամբողջ աշխարհը տոնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունը, իսկ նրա եկեղեցին ամեն օր է տոնում, ամեն օր է նշում, ամեն օր է հիշում իր մահվան և հարության մասին։ Շնորհակալ ենք մեր Տեր, շնորհակալ ենք, որ մեզ տվել ես սիրտ, Քեզ հավատալու, Քեզ վստահելու, Քեզ հանձնվելու, մեր Հայր, մեր Աստված, շնորհակալ ենք, խոնարհվում ենք Քո առաջ, Հո Հիսուս, սիրում ենք Քեզ։ Գալիս է ներկայության ենք մեր, դեմ առ դեմ հանդիպելու, խոնարհվում եմ գահիտ առջև, շնորհքը ընդունելու, խոնարհվում եմ
ժամանակ նսոր ես և ամեն ժամանակ փառավորված ես մեր տիրական, հալելույա, փառք Հիսուսի, ամեն, փառք ես մեր Տեր, շնորհակալ եմ, սիվա, հալելույա, բաց քո սիրտը և ամբողջությամբ երկրպագության մեջ պտի, նա այստեղ է, նա հենց քո կողքին է, նա հենց քո մեջն է, հալելույա մեր Տեր, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, հալելույա Հավատում եմ Հայր Աստծուն, հավատում եմ Քրիստոսին, հավատում եմ Սուրբ Հոգուն, երրորդությանը սուրբ, հավատում եմ հարությանը, քեզ հետ կապեմ հավերժ, և հավատում Հիսուսի անվանը, հավատում եմ Հայր Աստծուն, հավատում եմ Քրիստոսին, հավատում եմ Սուրբ Հոգուն, երրորդությանը սուրբ, հավատում եմ հարությանը, քեզ հետ կապեմ հավերժ, և հավատում Հիսուսի անվանը, պաշտպան ու դատավորը, խաչված և համացված, ներումը մեր դու ես, մահով իջան խավարը, փառքով էր բարձրացան, հավերժ տիրում ես, հավատում եմ Հայր Աստծուն, հավատում եմ Քրիստոսին, հավատում եմ Սուրբ Հոգուն, երրորդությանը սուրբ, հավատում եմ հարությանը, քեզ հետ կապրեմ հավերժ, և հավատում Հիսուսի անվանը, հավատում եմ Հայր Աստծուն, հավատում եմ Քրիստոսին, հավատում եմ Սուրբ Հոգուն, երրորդությանը սուրբ, հավատում եմ հարությանը, քեզ հետ կապրեմ հավերժ, և հավատում Հիսուսի անվանը, հավատում եմ քեզ, հարություն առանց ակնան, հավատում եմ քեզ, Հիսուս իմ Տեր, ես հավատում եմ, ես հավատում եմ քեզ, հարություն առանց արկան, հավատում
Հավատում ենք Տեր, հավատում ենք քո ներկայությանը հենց հիմա այս վայրում, հավատում ենք քո Սուրբ Հոգու շարժին այս վայրում, հավատում ենք քո օծությանը Տեր, հավատում ենք Տեր, քո խոսքին, որ անգամ քո անունից բարձր ես դրել, շնորհակալ ենք Տեր քո ներկայության համար, շնորհակալ ենք, որ դու մեր դավանության քահանայապետն ես, եւ մենք դավանում ենք, որ մենք քոնն ենք Տեր, եւ մենք հռչակում ենք, որ այս ժողովուրդը քոնն է Տեր, դու ես մեր հավատքի զորագլուխը եւ կատարողը, դու ես մեր հավատքը բարձրացնողը եւ հավատքի համար հոգացողը Տեր, եւ հավատքի գործերը մեզանով կատարողը Տեր, շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք, մենք բարձրացնում ենք քո անունը Տեր, մենք բարձրացնում ենք այս վայրում քո անունը Տեր, եւ ասում ենք, որ քո անվան առջև Տեր, խոնարհվի ամեն անուն, ամեն մի միտք, ամեն մի սիրտ, ամեն զգացմունք եւ ամեն մարմին, որտեղ կա անկարգություն Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, մենք շնորհակալ ենք քեզ Հայր, մենք շնորհակալ ենք Քրիստոսի անգին զոհի համար, շնորհակալ ենք խաչի համար, շնորհակալ ենք Տեր քո թափած արյան համար, շնորհակալ ենք բաց երկնքի համար, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, օրհնում ենք քեզ Տեր, եւ մենք բարձրացնում ենք քո առջև այս բոլոր կարիքները, որոնք գրված են հավատքով, որոնք բերված են քո առջև հավատքով Տեր, եւ այդ հավատքն է, որ շարժում է քո սիրտը եւ քո ձեռքը, եւ մենք աղոթում ենք այս բոլոր կարիքների լրացման համար Տեր, եւ ուղղակի խնդրում ենք, որ քո Սուրբ Հոգով դիպչես Տեր, որովհետեւ ոչ ուժով եւ ոչ զորությամբ, բայց միայն քո Հոգով, մենք կանչում ենք Տեր քո զորությունը, մենք արձակում ենք քո զորավոր ձեռքը, Հիսուս Քրիստոսի անունով, եւ ամեն մի կարիքի համար մենք հռչակում ենք լուծում, գերբնական հրաշք, որտեղ կարիք կա հրաշքի, որտեղ կարիք կա բժշկության, եւ ազատագրության, եւ փրկության, եւ ֆինանսական հրաշքների, Հիսուս Քրիստոսի անունով, որտեղ կարիք կա հաշտության, Հիսուս Քրիստոսի անունով մենք քանդում ենք ամեն կախարդությունը, մենք քանդում ենք ամեն ստության բեռը, ամեն հոգսերի բեռը Հիսուս Քրիստոսի անունով, եւ մենք արձակում ենք Տեր քո պատասխանները Հիսուսի անունով, եւ բոլորս ասեցինք ամեն, հալելույա, հալելույա, եւ բարձր ծափարենք Տիրոջը,
կենթանի Աստված, հարություն առած Աստված, մենք շնորհակալ ենք քեզ։ Եվ մենք հրճակում ենք Տեր նաև մեր երկրի վրա քո հարության զորությունը այսօր։ Մենք հրճակում ենք Տեր քո հաղթանակի զորությունը, քո խաչի զորությունը իմ Աստված։ Քո արյան զորությունն ենք հրճակում մեր երկրի վրա, բոլոր սահմանների վրա Տեր, բոլոր իրավիճակների վրա, բոլոր ոլորտների վրա, բոլոր ընտանիքների վրա մենք հրճակում ենք քո հարության զորությունը։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ 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 Շնորհակալություն։ Հալելույա։ Եկեք մինչև կնստեք, մենք նորից հրճակենք, որ Քրիստոսը հարություն առավ մեռելներից։ Ամեն։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մի զլացիր սիրելիս, մի զլացիր դա հրճակել։ Ամեն, 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 ամեն։ Հալելույա, հալելույա։ Կարող եք նստել մի որոշ ժամանակով։ Հալելույա։ Մեր Տերը հարություն առավ։ Եվ գերեզմանը դատարկ է։ Դա մեծ իրականում իրադարձություններ եւ հոգեվոր աշխարհում դա մի պայթյուն էր։ Սատանան մտածեց, որ ինքը հաղթեց Քրիստոսին, հաղթեց Տիրոջը, բայց իրան մի հատ մեծ անակնկալ էր սպասվում։ Մեր Տերը հարություն առավ, որովհետեւ նա այնքան արդար էր, որ դժողքը, մահը եւ գերեզմանը չկարողացան նրան պահել։ Ամեն, ամեն, հալելույա, փառք Հիսուսին, փառք Հիսուսին։ Ինձ պատիվատրված նաև զոհաբերության խոսքով կիսվել, իմ ժամանակը շատ կարճ է, ես ուզում եմ, որ մենք նայենք Մարկոս 12 գլուխը, ձեզ շատ քաջ ծանոթ մի տեղ, որտեղ վերջին խոսքերը, 41-ից 44 խոսքերը, դուք կարող եք տանը նայել, որտեղ Հիսուսը նստած էր գանձանակի դիմաց, ժամանակի առումով ես դա չեմ կարդա, եւ կասես շատ ծանոթ պատմություն է, ինչ նոր բան պիտի ասես։ Եվ փարիսեցիները մի կողմից էին զոհաբերում, հա, եւ այդ աղքատ որբևայրիկինը, որը եկավ եւ իր վերջի ունեցածը գցեց եւ Հիսուսի ուշադրությունը գրավեց։ Եվ Հիսուսի ուշադրությունը գրավեց։ Ամեն։ Եվ երբ որ խորհում էի երեք այս խոսքի վրա, Աստված մի բան ասեց։ Ես հավանում եմ փոքր զոհը։ Երբեք չանարգես քո փոքր զոհը։ Երբեք չանարգես։ Մի ուրիշ տեսանկյունից հետաքրքիր ձևով ինքը բացեց այս խոսքը, որ դու երբեք չանարգես փոքր զոհը։ Միգուցե դու կասես, բայց ո՞նց ես իմ փոքրը տամ։ Ոչ, ես ասում եմ զոհը։ Փոքր, բայց զոհը։ Որովհետև մի կողմից դու կարող ես մտածես, որ ինձ հետ էլ է պատահել։ Մոտիս ունեցածը փոքր է եղել, ու ես ասել եմ, դե լավ Աստված ջան, ես սա ինչ զոհաբերեմ։ Այսքան կլինի, նոր ես կզոհաբերեմ։ Բայց Աստված ասում է, փարիսեցությունը թող։ Փարիսեցությունը թող։ Եվ ուզում եմ վկայել տարիներ առաջ, երբ որ ես նոր մտել էի ծառայության մեջ, 24 ժամյա ծառայության մեջ, ու իհարկե բոլոր ֆինանսական աղբյուրները կտրվել էր եւ մի օր ծառայության ժամանակ լսում եմ, որ Աստված ասում է զոհաբերության խոսքներ գնում եւ ես գիտեմ, որ իմ մոտ գումար չկա զոհաբերելու եւ Սուրբ Հոգին ասում է բացի պորտմանդ, այնտեղ կտեսնես ինչ կա։ Բացեցի պորտմանս 20 դրամանոց։ Ասում Աստված ջան, կռիվ է գնում մեջս, ես սա ինչ զոհաբերեմ քեզ։ Աստված ասում է հնազանդվի եւ զոհաբերի։ Եվ ես հիշեցի Քենեթ Կոպլանդի վկայությունը, որ ինքն էլ նոր սկսել էր հավատքի կյանքը եւ մի օր երբ որ պարկը իր դեմով անցնում էր, ինքը ոչ մի բան չուներ զոհաբերելու եւ իր վերնաշապիկի կոճակը պոկեց եւ գցեց պարկի մեջ։ Որովհետեւ ինքը որոշել էր, որ դա երբեք հենց այնպես չի անցնելու իր դեմով։ Ես այդ վկայությունը հիշեցի, Սուրբ Հոգին հիշացրեց, ու ես զոհաբերեցի 20 դրամը։ Անցավ ծառայությունը վերջացավ, ձեր ծառայությունը ինչքան պետք է տևի, մի ժամ ու կես, 2 ժամ, հա։ Մեր ծառայողներից մեկը մոտեցավ, հանեց 20,000 դրամ, ասեց, սա խնդրել են քեզ փոխանցել, բայց ասել են, որ չասեն, թե ով է։ Այդ 20,000 դրամը իմ այդ օրվա կարիքի լրացումն էր։ Հաջորդ կիրակի նորից նույնը կրկնվեց։ Ու ես հասկացա, որ Տերն է սրա հետևում կանգնած։ Եվ մի բան ունի ինձ ասելու։
Սիրելիս, եթե դու զոհաբերությունը վերածել ես կրոնական, ինչ որ ծիսակատարության, փարիսեցիական, ինչ որ մի բանի, դե ես այսքան կզոհաբերեմ, պարզավոր պետքա օրհնվեմ։ Տեր ասում է, ես եմ քո օրհնողը։ Ես եմ քո մատակարարը։ Ոչ մի տեղից մի սպասիր։ Հետաքրքիր է, չէ՞։ Տերն է մեր օրհնության աղբյուրը։ Տերն է մեր մատակարարման աղբյուրը։ Իհարկե նա մեծ կամք ունի, նա բարի է, նրա կամքը բարի է, նա ուզում է, որ մենք այդ չքավորության, այդ աղքատության մտածելակերպից դուրս գանք։ Եվ Գաղատացիս 3-րդ գլխում մենք կարդում ենք, որ նա մեր անեծքի փոխարեն անեծք դարձավ, որպեսզի մենք նրա աղքատությունով հարուստ լինենք։ Եվ 3-րդ Հովհաննեսի 2-րդ թուղթը, երբ որ կարդում ենք, գրված է սիրելիս աղոթք եմ անում, որպեսզի ամեն բանում հաջող եւ առողջ լինես, ինչպես քո հոգին է առողջ։ Ամեն։ Այսինքն Տիրոջ կամքը միշտ բարի, հաճելի եւ կատարյալ է մեզ համար։ Ամեն։ Այնպես որ ինչ այսօրվա իմ խոսքը 2-րդ Կորինթացիս 8-րդ գլխում, երբ որ կարդում ենք 8-9 գլուխները, երբ որ կարդում ենք, դա զոհաբերության, բարգավաճման եւ ֆինանսների վերաբերյալ է։ Այնտեղ գրված է, որ ունեցածի չափով է ընդունելի զոհը, ոչ թե չունեցածի։ Ամեն։ Այսինքն Տերը նայում է մեր սրտի բարեհաճությանը։ Եթե անգամ մեծն ես տալիս կամ փոքրն ես տալիս, քեզ համար իհարկե մեծ ու փոքր, Տիրոջ համար դա կապ չունի։ Արդյոք դու բարեհաճ ձևով ես դա տալիս։ Արդյոք քո սիրտը դրան կպած չի։ Ամեն։ Արդյոք քո պորտմանն ու քո փողերը ռոմանսներ չեն երգում։ Ամեն։ Մենք այսօր մի բան էլ կա իմ սրտում, որ մենք աղոթենք եւ քանդենք աղքատության անեծքը։ Մենք պետքա քանդենք դա մեր վրայից։ Գիտես, միգուցե մի անգամով չլինի դա, միգուցե շատ քեզանից զոհաբերություններ պահանջվի, միգուցե տարիների հավատք պահանջվի քեզանից, միգուցե տարիների աղոթքներ ու ծոմեր պահանջվի, միևնույնն է, այդ անեծքը քանդված է քո վրայից, իմ վրայից, Աստծո ժողովրդի վրայից։ Ամեն, ամեն։ Հայր Հիսուսի անունով մենք շնորհակալ ենք քեզ, որ խաչի վրա ամեն բան կատարված է, ամեն բան կատարված է։ Եվ դու Տեր մեր փոխարեն անեծք դարձար, որպեսզի մենք Աբրահամի օրհնությունը ժառանգողներ լինենք։ Մենք շնորհակալ ենք քեզ Տեր քո ժողովրդի հավատքի համար։ Մենք շնորհակալ ենք ամեն մի զոհաբերող սրտի համար։ Ամեն։ Մենք շնորհակալ ենք ամեն ֆինանսական աղբյուրների համար, հնարավորությունների համար, որ դու բացել ես մեր կյանքում։ Եվ մենք այսօր Տեր վերցնում ենք իշխանություն ամեն մի անեծքի վրա ֆինանսների ոլորտում, բարգավաճման, առատության, հարստության ոլորտում։ Հիսուս Քրիստոսի անունով Տեր, մենք քանդում ենք այդ անեծքը։ Մենք հռչակում ենք, որ դա խաչափայտի վրա գամված է, որովհետև դու Տեր անեծք դարձար։ Մենք հռչակում ենք դա։ Եվ մենք ասում ենք, որ քո ժողովուրդը ազատ է ամեն աղքատության անեծքից։ Հիսուս Քրիստոսի անունով։ Թող գա Տեր, ով որ աշխատանք չունի, մենք ուղղակի այդ աշխատանքներն ենք կանչում։ Մենք կանչում ենք հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից ֆինանսական աղբյուրներ։ Մենք կանչում ենք Տեր իմ Աստված, օրհնություններ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Եվ իհարկե, քո խոսքը ասում է Տեր, որ դու տվողին տալիս ես։ Եվ ամեն անգամ դու ավելացնում ես տալու շնորհքը։ Սովորացնում ես Տեր։ Մեր աստվածապաշտության կյանքի մեջ դա եւս մի վարժություն է, մի վարժանք է Տեր, որ մենք վարժվենք աստվածապաշտության կյանքի մեջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ բոլորս ասեցինք ամեն։ Հալելույա, եկեք կանգնենք։ Եվ մենք շարունակենք երկրպագել, որովհետև մեր Տերը արժանի է։ Մեր Տերը արժանի է։ Մի օր գերեզմանի քարը գլորվեց եւ մեր Տերը հարություն առավ։ Ամեն։ Եվ տեսնողներ եղան եւ վկայողներ եղան։ Հալելույա։ Եվ այսօր այդ վկայությունը մեր մեջ է Տիրոջ սքանչելի Սուրբ Հոգու ձեռքով։ Հալելույա։ Հալելույա։ Ուղղակի բացիր քո սիրտը։ Այստեղ այնքան թանձր Աստծո ներկայություն կա։ Այնքան թանձր, սիրելիս։ Ուղղակի մի ֆիզիկական աչքերով նայ այստեղ ինչա կատարվում։ Ամեն։ Թող Տերը բացի քո հոգու աչքերը։ Հալելույա։ Հալելույա։
լիցքը իմ և քո վերցրեց նա Երկինքը նրան մերժեց, խավարը նրան պատեց և գերեզման իջավ մեր Տերը քո փրկության համար նա մեծ պայքար մղեց դժոխքը պարտության մատնեց նա Երկիրը ողջ ցնցվեց Եվ քարը գլորվեց Նրա սերը չէր կարող պարտվել երբեք Մահ ուր է խայթը քո Նա հարություն առավ Իր հարությամբ հաղթեց քեզ Նա հավիտյան փառավորվեց Եվ հավիտյան նա մեծարվեց Նա հարություն առավ տիրում է հավերժ Տիրում է հավերժ Երկիրը ողջ ցնցվեց Եվ քարը գլորվեց Նրա սերը չէր կարող պարտվել երբեք Մահ ուր է խայթը քո Նա հարություն առավ Իր հարությամբ հաղթեց քեզ Նա հավիտյան փառավորվեց Եվ հավիտյան նա մեծարվեց Նա հարություն առավ Տիրում է հավերժ Տիրում է հավերժ Քո կյանքը հաղթեց մահին Հիսուս Քո սերը հաղթեց մահին Հարություն առած Աստված Մահը չկարողացավ պահել քեզ Տեր Երգենք հալելույա Երգենք հալելույա Երգենք հալելույա Բարձրացրու քո ձեռքերը Գառն Աստծո հաղթեց Երգենք հալելույա Երգենք հալելույա Երգենք հալելույա Գառն Աստծո հաղթեց Երգենք հալելույա Երգենք հալելույա Այո Տեր Երգենք հալելույա Գառն Աստծո հաղթեց Երգենք հալելույա Երգենք հալելույա Երգենք հալելույա Գառն Աստծո հաղթեց Երգենք հալելույա Երգենք հալելույա Երգենք հալելույա Գառն Աստծո հաղթեց
Շնորհակալ ենք քեզ Հիսուս։ Շնորհակալ ենք քեզ Հայր։ Շնորհակալ ենք քեզ Սուրբ Հոգի։ Ամեն։ Հալելույա։ Տերը օրհնի, գանե քրոջը Աստվածը քեզ շատ օրհնի։ Փառք մեր Հիսուսին։ Մեր Աստված հարություն առավ մեռելներից եւ դրանով հաղթահարելով սատանայի բոլոր ծրագրերը, կամքը քանդելով մեր կյանքից։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա Տեր, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Հավատում ես, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել մեռելներից։ Փառք Հիսուսին, մեր Տերը կենթանի է։ Իսկ հանդիպում ով է ունեցել Տիրոջ հետ։ Ով է զգացել Տիրոջ ներկայությունը, գերբնական, ձեռքերը պահեք։ Շատերը զգացել են։ Փառք Տիրոջը, փառք Հիսուսին։ Տերը օրհնի ձեզ, նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Շատ հետաքրքիր է, չէ՞, որ կենթանի Հիսուսի հետ հանդիպում ես ունենում։ Ես էլ չէի ճանաչում Տիրոջը, մտածում էի, այս աշխարհը հենց այնպես է ստեղծված, պայթյուններից, ռակցիաներից, դարվինյան ուսմունքից, ինչ-որ կապիկներից, ոնց որ դպրոցում սովորացնում էին, մտածում էի երևի այդպես է, եւ ոչ մեկ ոչ մի բան չգիտի, չի տեսնում, մինչև երիտասարդ ժամանակ առաջ է իմ փորձառությունը, որ եղավ, մի փոքր աղջիկ, մենք Հիսուս կինոն էինք դիտում, հենց խաչելիությունը, հարությունը, փողոցում, մոտավորապես 95-6 թվականներն էր, 7 միգուցե, տղաներով էինք, մեկ էլ տեսանք հեռվում այդ մութ ու խուլ տարիներն էին, ով է հիշում այդ 90-ականները, քայլում էինք, մեկ էլ տեսանք հեռվում մի լուսավոր էկրան, մեծ էկրան, դրսում, եւ Հիսուս կինոն էր գնում Զատիկի օրը, մոտեցանք, հպարտ, մի ձև մեզնից ինչ-որ բան ներկայացնելով, դատարկ հպարտությունը, ու նայում ենք Հիսուսի խաչելիությունը, եւ սրտի մեջ ինչ-որտեղ հավատում ենք, երբ որ ֆիլմը վերջացավ, մի հավատացյալներ կային, ովքեր կազմակերպել էին այդ դիտումը, սկսեցին ժողովրդին ավետար անել, պատմել, ասել, ինձ ոչ ոք չմոտեցավ, մի հատ փոքր աղջիկ վազելով եկավ, մոտեցավ ինձ, ասեց, դու ինչ որ անում ես, Հիսուսը քեզ տեսնում է։ Ասեցի, հա, ասեց, այո, ասեց, ուզում ես պոպոքի մեջ էլ փակված լինես, փոքր պոպոքի, Հիսուսը քեզ ընդեղ նույնպես տեսնում է։ Նայեց աշկերիս, ասեց ու վազելով գնաց։ Հիմա այդ խոսքը պտտվում է իմ ներսում, օրերով, ամիսներով, երբ որ մեղքի մեջ եմ, երբ որ ինչ-որ չար բաների մեջ եմ, Հիսուսը քեզ տեսնում է, պտտվում է իմ մեջ։ Հոգի էր եւ կյանք այդ խոսքը։ Եվ դա ինձ սկսեց անհանգստացնել, եւ իրավիճակներ մեր կյանքում, եւ հիվանդություններ, եւ ձախորդություններ, չարություններ, սատանան մտել էր իմ ընտանիքի, իմ կյանքը, բայց ես չէի հասկանում։ Չէի հասկանում մինչև այն օրը, երբ որ Հիսուսը մի օր հայտնվեց ինձ։ Որովհետև ես սրտանց խնդրեցի, ասի Տեր, ես սիրում եմ քեզ։ Բայց ես չգիտեմ, դու իրականում կաս, չկաս, բայց չգիտեմ, իմ սիրտը սիրում է քեզ։ Եթե դու կաս, խնդրում եմ, մի բան արա, որ ես հասկամ մի նշան։ Եվ մի գիշեր, շատերդ գիտեք, Հիսուսը ինձ այցելեց, ֆիզիկապես աչքերով չեմ տեսել, ուղղակի նրա ներկայությունն եմ զգացել, զորությունը, ինչ-որ գերբնական բաներ եմ զգացել, իմ հոգին բարձրացավ օդ, ոնց որ ջրի մեջ ես լողայի, այդ ձև օդի մեջ էի, և հասկացա, որ Տերը կենթանի է, և Տերը հենց այդ օրը առաջի անգամ բարձր ձայնով, քաղցր, հեզ և խոնար ձայնով իմ հետ խոսեց, աջ կողմից, մի նախադասություն ասեց և հանդիմանեց ինձ, բայց այնքան քաղցր, որ ես երախտապարտ էի, ասում եմ, Տեր, շնորհակալ եմ, որ դու ինձ հանդիմանեցիր, որովհետև ես հասկանում էի, ով եմ ես, որ տիեզերքի արարիչը այցելի ինձ, և բարձր ձայնով մի նախադասություն իմ հետ խոսի, և դա եղել է մեկ անգամ իմ կյանքում, 25 տարի է անցել,
Եվ այլևս ես այդպես բան փորձառություն չունեմ, բայց երազներում, տեսիլքներում բարձր ձայնով ինձ հետ խոսել է Տերը։ Բայց ֆիզիկապես մի անգամ։ Եվ ես դրանից հետո որոշեցի, իմ կյանքը փոխվեց։ Անկախ ինձանից ես նվիրվեցի։ Դարձա երեխու պես։ Թողեցի ամեն անցյալը, թողեցի ամեն բան եւ հետևեցի Հիսուսին։ Եվ Տերը ինձ ասեց, հիմա պետքա գնաս Մոսկվա եւ այնտեղ սովորես։ Եվ տարավ, եւ տարբեր բաներով օրհնյալ լինի Տերը։ Իմ կյանքում շատ օրհնված եմ եղել մի կողմից, մյուս կողմից շատ հակառակություններ, ատելություն եւ արհամարանք եւ մերժվածություն եմ զգացել։ 50-50 ոնց Պողոսն է, չէ՞ ասում։ Մի կողմից շատ ճանաչված, սիրված, հարգված ենք, մյուս կողմից անտեսված, անարգված։ Եվ նույնը Հիսուսն էր։ Նույնը Հիսուսն էր, Հիսուսի կյանքը։ Իր ընտանիքը, մայրը անարգում էին, չէ՞։ Չէին մասնակցում հավաքույթներին։ Եկել էին հավաքույթի դռան առաջ կանգնած կանչում էին Հիսուսին։ Մեկը եկավ ասեց Տեր, մայրդ, քույրերդ, եղբայրներդ քեզ են կանչում, ասեց դուք եք իմ մայրը, քույրը, եղբայրը, որ լսում եւ կատարում եք իմ հոր կամքը, որ երկնքում է, ոչ թե նրանք, որ դրսում են։ Գիտես, այնքան զուգահեռներ կա, որ կարող ենք տեսնենք մեր կյանքում եւ Հիսուսի կյանքում։ Այսինքն ընտրյալների կյանքում։ Ումը որ Տերը ընտրել է, այնքան զուգահեռներ կա։ Շատ նեղություններ, շատ բաներ, որ տեսա, ասեցի Տեր, բայց ինչի իմ հետ։ Ճիշտ է, գրված է, բայց ինչի հենց իմ հետ։ Ու Տերը մի օր ասեց, բայց ինչի ուրիշի հետ։ Գրված է քո համար։ Ինձ արեցին, իմ հետ այդպես եղավ։ Դու ուզում ես քո հետ այդպես չլինի։ Ես խոստացել եմ, չէ՞ որ հարյուրապատիկ անգամ օրհնելու եմ քեզ։ Բայց այդ նույն համարի մեջ նաև շարունակում եմ, բայց նեղության հետ միասին։ Որովհետև այս աշխարհը նեղության աշխարհ է։ Ամեն։ Օրհնությունները լինելու են, բայց նեղության հետ։ Տերը այստեղ մեզ դրախտ չի խոստացել, բայց այս աշխարհում մեզ ցույց է տալի դրախտի ճանապարհը։ Ու մենք բռնում ենք այս աշխարհից դրախտի ճանապարհը։ Որոշ մարդիկ բռնել են դժոխքի ճանապարհը։ Եվ խոսքն էլ ասում է նույն ինքը հոգին վկայություն է տալի մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք։ Եթե Աստծո որդիներ ենք, ուրեմն Աստծո ժառանգակիցներ ենք, ժառանգներ ենք։ Քրիստոսի ժառանգակիցներն ենք։ Եթե նրա հետ չարչարվենք, նրա հետ էլ կփառավորվենք։ Ամեն։ Ինչ արեցին Հիսուսի հետ, նույնը անում են, նույն ճանապարհով մենք ենք անցնում։ Փառք ասում, բայց Տերը մեր փոխարեն խաչը բարձրացավ, խաչի տանջանքները կրեց, որի մասին ես այսօր կխոսեմ, որովհետև այսօր զատիկ է։ Ամեն, փառք ասում, նորից շնորհավորում եմ բոլորիդ զատիկը, հավատում ենք զատիկին եւ տոնում ենք։ Զատիկը ուրախության տոն է։ Մենք պետք է ուրախանանք։ Եվ զատիկը ինչ էր նշանակում զատիկ, եբրայցերեն նշանակում է Պեսախ բառն է, որը թարգմանվում է անցկեցավ։ Պեսախ։ Անցկեցավ։ Մահը անցկեցավ։ Զատիկը սկսվեց հին ուխտում, երբ որ Եգիպտոսի երկրից Աստված որոշեց իր ժողովուրդը տանի խոստացված երկիր։ Եվ Աստված տեսավ, որ փարավոնը, սատանայի նախատիպը, թույլ չի տալի, որ ժողովուրդը դուրս գա եւ գնա իր տիրոջը պաշտի, Աստված մեծ պատժով պատժեց եգիպտացիներին եւ վերջում խորհուրդ տվեց իր ժողովրդին, ասեց ամեն մեկդ մի գառ եք վերցնում, անարատ, մի տարեկան, մորթում եք, հաշվարկ եք անում ձեր ընտանիքի անդամների չափով, որ այդ գառը այդ օրը պիտի ուտեք վերջացնեք։ Եվ այդ գառի արյունը քսում եք ձեր տան դռանդիներին։ Որովհետև ասում է, այդ օրը պիտի անցկենամ Եգիպտոսի երկրով։ Եվ արյունը պիտի նշան լինի, որովհետև մեղքի վարձքը մահա
Այսինքն մեղքը չի մաքրվում առանց արյան։ Եվ ասեց արյունը նշան կլինի։ Բայց որի տան վրա արյուն տեսնեմ, այն տանը չեմ մոտենա։ Այդ տնից մահը դուրս չի գա։ Սա նաև նախատիպն էր Քրիստոսի։ Ամեն ինչ որ հետագայում Աստված պիտի աներ։ Եվ ուզում եմ կարդամ հենց այդ տեղից Ելիս 12-րդ գլուխ 11 խոսք։ Եվ Աստված խորհուրդ է տալի, թե ինչպես ուտեք զատիկը։ Սա հին ուխտում է, սա այդ ժամանակվա համար էր, դա այս երկրի մահվան համար էր, ոչ թե հավիտենականության հետ կապ չունեցող բան է, բայց սա նաև նախատիպ, նախորուրդն էր ապագայում, երբ որ պետք է Հիսուսը գար եւ ինքը մեր համար զոհվեր։ Ամեն։ Եվ այսպես ուտեք նրան, գառը, ձեր գոտիները ձեր մեջքերին եւ ձեր կոշիկները ձեր ոտքերին։ Ես երեք էլ ասեցի, կհիշեք ինչ էր գոտու խորհուրդը Աստվածաշնչում, ճշմարտության գոտին։ Աստված ասում է եւ գառը այսպես պիտի ուտեք, խորհուրդ է տալի, ձեր գոտիները ձեր մեջքերին։ Ճշմարտությամբ պետք է գոտեվորված լինեք։ Ճշմարտությունը պետքա ճանաչեք, Աստծո խոսքն է ճշմարտությունը։ Գոտեվորվեք Աստծո խոսքով, ճշմարտությունով։ Եվ ձեր կոշիկները ձեր ոտքերին։ Կոշիկները խորհրդանիշը Աստվածաշնչում։ Ավետարանչի կոշիկները։ Այսինքն գառը, երբ որ զատիկը անում եք, գառը ուտում եք, ձեր կոշիկները, ավետարանչությունը պետքա լինի։ Ամեն մեկիդ կյանքում, ոչ թե հովի, ամեն մեկի, ով ինչ կոչում ունի, նա պետքա լինի ավետարանչության մեջ։ Ուզում ես փառաբանության մեջ, ուզում ես մաքրության մեջ եղի, ուզում ես մեդիայի մեջ, ու չգիտեմ ինչ է քո կոչումը, ինչ ես անում, բայց ավետարանչությունը բոլորի համար է։ Ձեր կոշիկը ձեր ոտքին, ձեր գոտին ձեր մեջքին եւ ձեր ցուպը ձեր ձեռքին լինի։ Ցուպը դա մոտավորապես 2 մետրանոց փայտ է, որի մի ծայրը կլոր է հովների համար է, որ գառներ էին պահում, ցուպը։ Եվ ցուպի խորհուրդը նաև նշան է նիզակի, աղոթքի նիզակի։ Այսինքն ճշմարտությամբ գոտեվորվեք, երբ որ զատիկ եք նշում։ Ավետարանչություն արեք եւ աղոթքի կյանք ունեցեք։ Խորհուրդը սա է հոգևոր։ Եվ նրան շտապելով ուտեք։ Նա զատիկ է Եհովային։ Ոչ թե իմիջայլոց ապրի քո կյանքը, միայն մտածի քո կարիերայի, քո կյանքի, քո ընտանիքի մասին եւ զատիկ տոնի, այլ մտածի Աստծո գործերի մասին, մտածի ճշմարտության մասին։ Արա, այն ինչ որ գրված է, դա է զատիկ ուտելը նոր ուխտով։ Եվ այն գիշեր Եգիպտոսի երկրով պիտի անցնեմ եւ զարկեմ Եգիպտոսի երկրում ամեն առաջնեկը։ Մարտից մինչև անասուն։ Եգիպտոսի բոլոր աստվածների վրա դատաստան պիտի անեմ։ Ես Եհովաս։ Եվ տեսնում ենք, որ արեց։ Եվ արյունը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վրա, եւ երբ որ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։ Եվ հարվածը ձեր վրա պիտի չգա, ձեզ կորցնելու համար։ Երբ որ Եգիպտոսի երկիրը զարկեմ։ Եվ այն օրը ձեզ հիշատակի համար լինի, եւ տոնեցեք նրան տոնը Եհովայի համար, ձեր սերնդների մեջ հավիտենական կանոնով տոնեցեք նրան։ Եվ մենք հավիտենական կանոնով մինչև այսօր տոնում ենք։ Գիտեք, այս խոսքերը երբ էր գրված, մոտավորապես 3500 տարի առաջ։ Ես կարդում եմ բան, որը գրվել է 3500 տարի առաջ։ Հիսուս Քրիստոսի ծնունդից մոտավորապես 1500 տարի առաջ։ Եվ անցնում են այդ տարիները, 1500 տարին, եւ ծնվում է Հիսուս Քրիստոսը։ Աստված այստեղ ասեց հավիտենական կանոն, հավիտենական նշեք այսօրը, հիշեք։ Գիտես, այս տոնը նշում էր Հիսուսը։ Հիշում եք, որ Հիսուսը տոնում էր զատիկը։ Եվ ինքը իր կյանքի վերջում 33 տարեկան եւ կես, չէ, ինքը դարձավ զատիկի գառը։ Նշեց զատիկը եւ ինքը արդեն դարձավ Աստծո գառը, որ պետք է մորթվեր մեզ համար։ Հովանես առաջի գլուխ 14 խոսքը։
Եվ բանը մարմին եղավ, եւ բնակվեց մեր մեջ։ Բանը դա Աստծո խոսքն էր։ Եվ Աստծո խոսքը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ։ Եվ նրա փառքը տեսանք, Հովհաննեսն ա գրում, ինչպես հորից եղած միածին փառք, շնորհքով եւ ճշմարտությունով լիքը։ Հովհաննես ասում է մենք տեսանք նրա փառքը, նա ծնվեց, եկավ մեր մեջ, մեր հետ ապրեց։ Հիսուսը Աստված մարմին դարձավ։ Եվ Հովհաննես Մկրտչի խոսքերն եմ ուզում կարդամ 29 խոսքից։ Հետևյալ օրը Հովհաննեսը տեսնում է Հիսուսին իր մոտ գալիս եւ ասում է. «Ահա Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը»։ Վկայում է, որ սա է Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը, որ 1500 տարի առաջ Մովսեսին Աստված ասեց այսպես արեք։ Հիմա 1500 տարի հետո Տեր Հիսուսը եկել է, որ ինքը մեզ համար մորթվի։ Այն ժամանակվա արյունը պահում էր այս աշխարհի մահից, այդ օրվա համար։ Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքերից, պաշտպանում եւ տանում է հավիտենականություն։ Տարբերությունը հասկացաք։ Աստված մարդ դառավ եւ Աստծո գառը, որպեսզի նա թափի իր արյունը մեզ համար։ Զատիկը ես գնում եմ այդ գծով, որ հասկանանք սկզբից ոնց սկսվեց զատիկը եւ ուրա գնում մինչեւ։ Փառք Տիրոջը։ Ղուկաս 18-րդ գլուխ Հիսուսն է խոսում այստեղ եւ պատմում իր աշակերտներին 31 խոսքից եւ այն 12-ին մոտ առավ եւ ասեց նրանց. ահա վեր ենք ելնում Երուսաղեմ եւ կկատարվի մարգարեների ձեռքով մարդի որդու համար բոլոր գրվածքները, որովհետև հեթանոսներին կմատնվի եւ ծաղր կլինի, կնախատվի եւ նրա վրա կթքեն եւ կծեծեն, կսպանեն նրան եւ երրորդ օրը հարություն կառնի։ Հիսուսը խոսում է մի բան, որ մարգարեները խոսել են տարիներ առաջ։ Եսայայից ես հիմա կկարդամ 700 տարի առաջ Եսայան գրել էր Հիսուսի մասին։ Եսայա 50-րդ գլխում, 53-րդ գլխում։ Մոտ 1000 տարի առաջ Դավիթ թագավորը 22 Սաղմոսում գրում է Քրիստոսը ինչա զգում խաչի վրա։ Հասկանում ես, Քրիստոսը դեռ չի ծնվել, 1000 տարի կա որ ծնվի, բայց արդեն Քրիստոսի տեսածը եւ զգացմունքները գրում է Դավիթ թագավորը 21 Սաղմոսի մեջ, մարգարեական Սաղմոս։ Օրհնյալ լինի Տերը։ Եվ Հիսուսը այդ ասում է կատարվելու է ինձ հետ այս ամենը, ինչ որ գրեցին մարգարեները։ Այսինքն Հիսուսը ամեն բան գիտեր ինչ են անելու իրան, ամեն դետալը գիտեր, բայց որոշել էր մեր համար մորթվել։ Ամեն, այն էլ ինչ տարիքում, 33 տարեկան։ Հովհաննես 15-13-ում ասում է ոչ ոք նրանից մեծ սեր չունի, քան ինչ որ մեկը իր անձը դնի իր բարեկամների համար։ Ամենամեծ սերն է, երբ որ դու քո անձը զոհում ես բարեկամիդ համար։ Հիսուս ասում է դուք իմ բարեկամներն եք, եթե հավատում եք եւ ապրում եք իմ խոսքով։ Դրա համար ես իմ անձը զոհում եմ, որ դուք կյանք ունենաք։ Ամեն։ Եվ մի ուրիշ տեղ ասում է այնպես չի, որ ինձ կա ինչ որ մեկը ինձանից ուժեղ, որ կարող է ինձ այս օրը գցի։ Ես իշխանություն ունեմ դնելու իմ անձը եւ իշխանություն ունեմ վերցնելու։ Ամեն։ Եվ այդ սերը ինձ ուղակի տարել է այդ քայլին, որ ես դնեմ իմ անձը ձեզ համար։ Բայց այնպես չի, որ Հիսուսը ցավ չէր զգում։ Ամեն։ Հիսուսը անգամ գիտեր այդ ամեն ինչը, բայց ասեց հայր, եթե հնարավոր է, այս բաժակը ինձանից հեռու տար։ Բայց ոչ թե իմ կամքը լինի, այլ քո կամքը թող լինի։ Հետո ասում է, որ ես սրա համար եմ ծնվել, սրա համար եմ եկել, այս աշխարհ, որ մարդկանց փրկագնե։ Որովհետև Աստծո որդին դարձավ մարդու որդի, որպեսզի մարդու որդուն դարձնի Աստծո որդի, որդեգրի եւ տանի երկիր։ Հիսուսը ասեց. գնում եմ ձեզ համար տուն պատրաստելու։ Երբ որ վերջացնեմ, կգամ եւ ձեզ ինձ մոտ կտանեմ, որ ուր որ ես եմ, այնտեղ էլ դուք լինեք։ Հասկանում եք ինչքան խորն է եւ ինչքան կարեւոր է։ Ինչքան խորն է եւ ինչքան կարեւոր է հավատքը
դեպի Հիսուս Քրիստոսը։ Որ սատանան ինքը ուզում է քո մտքերը շեղի այս կյանքի վրա, ժամանակավորի վրա։ Բայց տարիքով մարդիկ 40 պլյուսը արդեն ոնց որ գլխի են ընկնում, որ այս կյանքը իրոք ունայնա։ Աչքներս թարթեցինք, դառանք 20, թարթեցինք, դառանք 30, հետո 40, 50, հիմա էլ 50-ն անց։ Երեք իմ աղջիկը Էլան պատմում է, որ ինչ-որ մեկի մաման 40 տարեկան է իր հասակակիցներից, իսկ իր մաման արդեն 50-ն անց է։ Մեկ էլ նկարը ցույց տվեց, նայում ենք, ասում եմ, հայ, ինչ երիտասարդ է։ Երիտասարդ սիրուն մամա ունի դասրանցին։ Ասում եմ, ես ինչ ջահել է, երիտասարդ է։ Մեկ էլ, բայց մենք 50-ն անց, 54։ Նայում եմ կնոջս, ասում եմ, կնիկ ջան, արդեն 40 տարեկանները մեր համար ջահելներ են։ Իսկ ինչ-որ ժամանակ առաջ 40 տարեկանը մեր համար ծերեր էին։ Ծեր էին։ Երբ որ մենք 20 տարեկան էինք, 40-ը էդի վերջի կետն էր։ Հիմա 54 ենք, 40-ը ջահել են, երիտասարդ են։ Ասում եմ, զգում ես ուր ենք հասել, ասում է, հա։ Ասի, եւ սա կոչվում է կյանք, որի համար մարդիկ ապրում են։ Բայց Քրիստոսը եկել է, որ մեզ այս կյանքից տեղափոխի հավիտենական կյանք։ Մեր հայերը մի լավ խոսք էլ ունեն, չէ՞, երիտասարդները լավ են զգում իրանց։ Հայերը միացած խոսք ունեն, ասում է, ով ջահել կմնա, թող իր գլուխը գովի։ Սիրելիներ ջան, սենց աշկերը թարթելու եք, վաղը դու տեսնելու եք, դուք եք 54։ Նենց որ կպեք Քրիստոսին, հավատացեք, ապրեք Քրիստոսով, ամեն։ Հիմա ես ուզում եմ կարդամ Սաղմոս 22-ը, ինչ էր զգում Քրիստոսը խաչի վրա։ Սաղմոս 22 և 12 խոսքից։ Իմ 4 կողմով շատ զուվարակներ պատեցին, և Բասանի զորեղ եզերը պաշարեցին ինձ։ Աստված ինքն է ասում, եզերը, մի անգամ մի տղա, մի թափով տղայի տեսավ, ասեց, ես ինչ եզ է, ասի չի կարելի, նա Աստծո նմանության և պատկերով է ստեղծված, ասում է դե թափով, մեծ, սենց, բայց Հիսուսը այստեղ նույնպես ասում է, եզերը, միգուցե տես թափով, ցուլերը, ռուսերենում ասում է ցլերը, իմ 4 կողմով շատ զուվարակներ բառ, ասում է շատ ցուլիկներ, ցուլեր պատեցին ինձ, Բասանի զորեղ եզերը պաշարեցին ինձ, իրենց բերանը բաց արին ինձ վրա, ինչպես գոռող և հափշտակող առյուծ, և ջուրի պես թափվեցա, ես ջուրի պես թափվեցա, և իմ ամեն ոսկորները լուծվեցա, սիրտս որովայնումս հալված մոմի պես եղավ, զորությունս չորացավ խեցիի պես, և լեզուս քիմքիս է կպած, և դու մահի հողի մեջ դրիր ինձ, որովհետև շները պատեցին ինձ, և չարերի ժողովքը շրջապատեցին ինձ, իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին, ես համարում եմ իմ ամեն ոսկորները, բայց նրանք նայում են, դիտում են ինձ, պատկերացնում եք մարդկային դաժանությունը, շորերս բաժանում են իրենց մեջ և պատմուճանիս վրա վիճակ են գցում, ով ա նայ կինոն, Հիսուս, կինոն ստեղծված է խոսքի հիմքի վրա, իսկ ով ա կարդաց է խոսքը, որ նույն բանը կատարվեց խոսքով, և ես ինչ որ հիմա ես կարդում եմ, սա գրվել է Հիսուս Քրիստոսից ծնունդից 1000 տարի առաջ, հիմա ինչ որ ես կարդում եմ, Հիսուս Քրիստոսը երկրում արդեն ծնված կարդացել էր իր մասին այս խոսքերը, թե ինչ են անելու իր հետ, և սա իմանալով նա որոշեց, որ խաչը բարձրանա, դա էր սերը, ոնց որ քեզ գան դետալ առ դետալ բացատրեն, ասեն,
ասեն դե հիմա որոշի ինչ կուզես, կանես թե չէ։ Դողը կարող է անգնի մարմնիդ մեջ, չէ, սկսես վախենալ։ Սա Տերը գիտեր, բայց մեզ սիրելով նա որոշեց գնա այս քայլին եւ գնաց եւ արեց եւ օրհնյալ լինի մեր Տերը։ Ամեն, փառք Աստծո։ Եկեք ծափարենք Տիրոջը։ Փառք ես Տեր։ Շնորհակալ ենք Հիսուս։ Եվ այստեղ որ Տերը ասма սիրտս հալվեց, ոսկորները դուրս անկե, խաչի վրա։ Այդ ցավերը, այդ տանջանքները, ընդհանրապես խաչի մահը հորինել են պարսիկները մեր թվարկությունից 300 տարի առաջ։ Եվ 100 տարի հետո կատարալագործել են ռոմեացիները խաչի մահը։ Եվ խաչի մահով պատժում էին ամենաուժեղ, ամենաչար հանցագործներին, որի մեջ տարան նաև Հիսուս Քրիստոսին։ Ամեն, որովհետև այդ խաչի մահը ինքը շատ լուրջ մահ է։ Ինքը մարդ հնարավոր է 6 օր, 7 օր մնա խաչի վրա տանջվի։ Եվ շեշտեմ նորից, որ երբ որ խաչում էին մարդկանց 45 աստիճան ծնկների ծալվածքով էին խաչում, որ մարդը ոտքերի ցավը երբ որ ուժեղանում էր, իրան ձգեր ձեռքերի վրա։ Երբ որ ձեռքերի վրա էր ցավը չեր դիմանում, թույլ էր թողում էր ոտքերի վրա։ Եվ մարդը այսպես մի րոպեվա մեջ կարող էր խաչի վրա մի քանի անգամ վերև եւ ներքև աներ։ Եվ իր շնչառությունը եւ ճնշումը եւ ամեն բան խառնվում է իրար։ Դրա համար ասма լեզուս բերանից մեծ չորացավ եւ կպել էր քիմքին։ Հիշում եք, երբ որ քացախ ջուր ուզեց քացախ տվեցին։ Դու պատկերացնում եք մարդկանց չարությունը։ Ասма բասանի եզերի պես, ցլերի պես կանգնած ու ինձ են նայում։ Ինչպիսի խիղճ, չէ՞։ Եսայա 53-րդ գլուխ։ Եսայա 53 առաջինից 5 խոսքերը։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեց։ Որովհետև նա մատաղատունկի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավոտ երկրից։ Մատաղատունկի պես դուրս եկավ, նորից կրկնեմ, սա այն բույսն է, որ նոր ծլում ու աճում է։ Նուրբ, սիրուն, տեսել եք, չէ՞, բույսերը, որ նոր հողից դուրս են գալի։ Եվ արմատի պես ծարավոտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն։ Մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսից, որից պետք էր երեսը ծածկել։ Այսինքն Հիսուսին տեսնողը պետքա սենց աներ։ Դու պատկերացրեք ինչ են արել Տիրոջ հետ։ Երբ որ նայում ես մեկին, ինչ են արել ու չես կարողանում նայես։ Խոսքն է ասում, անարգված էր եւ մենք նրան ոչինչ չէինք համարում։ Չէ, եւ մի տեսք չկար, որ նրան ախորժենք։ Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավերի տեր եղավ, եւ մի այնպիսի, որից պետք էր երեսը ծածկել։ Անարգված էր եւ մենք նրան ոչինչ չէինք համարում։ Նայողները ոչինչ չէին համարում։ Հիրավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատուհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Այսինքն ասում մենք մտածում ենք իր մեղքերի պատճառով, արարքների պատճառով Տերը իրան տես պատժել է։ Ամեն։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ամեն, նա մեր փոխարեն այդպես եղավ։ Մեր սիրուց այդպես եղավ։ Նա անգամ բերանը չբացեց, ասում է ինչպես մի մունջ մաքի, այսինքն մի գար խոնար, որ տարվում էր մորթվելու եւ մի բառ չէր խոսում։ Ոչ արդարացնում էր իրան եւ ոչ էր սպառնում ինչ որ մեկին։ Չէ, այդքան խոնար ընդունեց
մեղքերը եւ ասում եմ մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ։ Նրան պատժեցին, մեր բառերով ասենք, որ մենք խաղաղ ապրենք, որ մեր ընտանիքները խաղաղ ապրեն, որ առավոտ գնաս քո գործին, գաս տուն, քո կյանքը վայելես։ Ամեն։ Դրա համար նա պատժվեց, որ դու նրան հավատալով քո կյանքը լինի օրհնված, որ դու չգաս տունը ու դարդոտվես երեխայի ցավերով, չգիտեմ, տարբեր վիշտերով, հիվանդություններով ու ցավերով։ Հենց դրա համար նա այդպես եղավ, որ ամեն հավատացողի օրհնի, փրկի եւ պահի։ Փառք մեր Հիսուսին։ Ահա ինչա զատիկը, որ ամեն հավատացողի վրա գալիս է։ Օրհնյալ լինի մեր Տերը։ Հիմա նոր ուխտում, հին ուխտում տեսանք զատիկը ոնց տոնեցին, բայց էլի կրկնեմ, որ դա հավիտենական կյանքի համար չէր, հին ուխտի զատիկը։ Նոր ուխտում զատիկը տոնեցինք հավատալով Հիսուսին, ես կարդացի ձեզ այն մասին, ինչ որ եղել է Հիսուսի հետ, Սաղմոս 22-ը ինչ որ Հիսուսը խաչի վրայից տեսնում էր մարդկանց, դա էր պատմում, ինչ որ զգում էր, ինչ որ արեցին, ձեռքերը ոտքերը ծակեցին, շորերը իրար վրա բաժանեցին, վիճակ գցեցին եւ այդպես է կատարվեց։ Հիսուսը դա տեսավ եւ Եսայան էլ գրում է, թե կողքից մարդիկ ոնց էին տեսնում Հիսուսին, ասում է, որ ուզում ենք հայացքներս ծածկենք, չենք կարող նայենք։ Այսինքն նկարագրում Աստվածաշնչում ներսից ինչ էր տեսնում Հիսուսը եւ կողքից ոնց էին տեսնում։ Եսայա 53-րդ գլուխը։ Եվ նրա խոցերով մենք բժշկվեցինք։ Հավատում ես սրան։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հիմա նոր ուխտում մենք ոնց ենք զատիկը նշում։ Առաջի Կորինթացիս եւ 5-րդ գլուխ 7 խոսքից։ Դեն գցեք հին խմորը, որ նոր զանգված լինեք, ինչպես որ անխմոր եք, որովհետև մեր զատիկը մորթվեցավ մեզ համար, Քրիստոսը։ Ուստի տոն կատարենք, ով այսօր տոնում, ձու բան ներկել եք, բանջարը առել եք, իսկ ձուկը, բրինձը, փառք Տիրոջը։ Փառք Աստծուն, զատիկ ուրախության տոնա։ Աստվածաշունչը ասում է, ուստի տոն կատարենք, ոչ թե հին խմորով, այդ քո բանջարը, ձուն, ձուկը, որ տոնում ես, հիմա գնալու ես ու տես առավոտ օգտվել ես։ Ասում է, տոն կատարենք ոչ թե հին խմորով, եւ ոչ էլ չարության եւ անզգամության խմորով, այլ մաքրության եւ ճշմարտության չխմորվածով։ Սա ինչ է նշանակում։ Այն հին մարդը, հին գործերով հանեք ձեր միջից, չարությունը, ատելությունը, չներումը, շնությունը, այդ ամեն ինչը հեռացրեք ձեզանից եւ սրբությամբ տոնեք այս տոնը, որ զատիկը ձեր վրա հանգչի, կատարվի։ Ամեն։ Ուստի տոն կատարենք ոչ թե հին խմորով եւ ոչ էլ չարության եւ անզգամության խմորով, այլ մաքրության եւ ճշմարտության չխմորվածով, որովհետեւ այսօր շատերը տոն են կատարում անհավատությամբ, ամեն չարությամբ, ամեն ատելությամբ, ագահությամբ, հակառակությամբ, շնությամբ, խաբեությամբ, այսօր բոլորի սեղանները դրված է զատիկա։ Բայց Աստվածաշունչը մեզ սովորեցնում է ոնց տոնենք զատիկը, սրբությամբ, ասովախով։ Ամեն, որ զատիկը իրոք մեզ օրհնի, մեզ փրկի։ Գրեցի ձեզ թղթում չխառնվել պոռնիկների հետ։ Անգամ ընկերություն մի արա պոռնիկների հետ։ Եվ ոչ թե ամենևին այս աշխարհքի պոռնիկների հետ, կամ ագահների հետ, կամ հափշտակողները ռուսերենով գիտեք ոնց է տալիս, հափշտակող, մտածում է հափշտակողով է, քցող, այն որ քցում են, խաբում են, ուրեմն ոչ թե ամենևին այս աշխարհքի պոռնիկների հետ, կամ ագահների հետ, կամ քցողների հետ, կամ կռապաշտների հետ,
ապա թե ոչ պետք էր ձեզ, որ հենց աշխարհից դուրս գնայիք։ Երբ որ Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունեցիք, հենց այդ պայից պետք է հափշտակվեք երկինք։ Եթե սրանց հետ պետք չլներ շփվելը։ Բայց Աստված ուզում է, որ այս աշխարհի այս տեսակ մարդկանց հետ շփվես ավետարանչություն, ավետարանը քարոզելու համար։ Բայց Աստված չի ուզում, որ դու շփվես, եթե ինչ-որ մեկը հավատացյալ է եւ այս տեսակի մարդ է։ Բայց հիմա 11 խոսքը գրեցի ձեզ չխառնվել, որ եթե մեկը, որ եղբայր է կամ քույր անվանված, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կռվարար, կամ արփեցող, կամ հափշտակող, քցող, այսպիսիների հետ հաց էլ չուտեք։ Ամեն։ Աստվածաշունչը ասում է հոգևոր այս տեսակի մարդկանց հետ մի շփվեք, հաց էլ մի կերեք։ Բայց աշխարհիկ այս տեսակ մարդկանց հետ մոտեցեք, ավետարանեք։ Եթե դա չլիներ, Աստված հենց դու Հիսուսին Տեր դավանեցիր, կհափշտակեր երկինք։ Էլ քեզ համար կյանքը ստեղ պետք չէր լինի։ Բայց Աստված մեզ թողել է, որ մենք այստեղ ապրենք, վայելենք մեր ընտանիքների հետ, կյանք ապրենք մեր եկեղեցու անդամների հետ եւ դրա հետ միասին մոտենանք, ասենք։ Կասես ախր հովիվ ջան, կծիծաղի, կանարգի, ոչինչ։ Դու ասա։ Բացատրի, սիրուն մոտեցում, ասա Տեր, ինձ խոսալու ձև տուր, մոտեցում, մոտենամ, խոսեմ։ Սա է իմաստը, որ մենք ապրում ենք, ավետարանչություն, մարդկանց փրկելու համար։ Ամեն, փառք մեր Հիսուսին։ Ուրեմն զատիկը տոնենք նոր մարդու հետ։ Հին մարդը խաչապայտին ուղարկենք։ Ով է հին մարդը խաչապայտին գամել։ Ընենց անմեղ հայացքով եք ինձ նայում, ժողովուրդ ջան, ոնց որ այնքան հեռու բաներից եմ խոսում։ Սիրելիներ ջան, շատերը այսօր զատիկ տոնում ենք մեղքերի մեջ։ Չի աշխատում։ Չի աշխատում։ Սկսի մտածել, աղոթել, Աստծո վախով լցվել, ապաշխարել։ Ամեն, փառք Աստծո։ Հովհաննես 6-րդ գլուխ վերջացնում եմ։ Հովհաննես 6-րդ գլուխ շատ կարևոր հայտարարություն է Հիսուսը անում 54 խոսք։ Հիսուսն էլ նրանց ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդի որդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերում։ Զատիկը ինչ էր։ Գառի մարմինը ուտել, արյունը քսել դրանդիներին։ Նոր ուխտում Հիսուսը ասում է. ես եմ գառը, իմ մարմինը պիտի ուտեք եւ արյունս պիտի խմեք։ Իսկ դա հրյաների համար գիտեք ինչ ահավոր բան էր խոսում։ Երբ որ Մովսեսը ասել է արյուն չխմեք, մարդու միս չուտեք, ուտել այծի միս, խմել կատ։ Հիշում եք այդ կինոն։ Այո, տես լավ գիտեք։ Իսկ Հիսուսը այստեղ լրիվ ուրիշ բան է ասում, որ հրյաներին գայթակղեցնում է, կատղեցնում է, որ մինչև մարմինս չուտեք, արյունս չխմեք, կյանք չեք ունենա։ Ինչ-ի նկատի ուներ Հիսուսը։ Սկզբից ես կարդացի, հիշում եք, եւ բանը մարմին դառավ, խոսքը մարմին դառավ։ Հիսուսը այս ասելով ի նկատի ուներ խոսքը, կարդացեք, դա նշանակում է մարմինս կերեք եւ արյունս խմեք, ինչ էր նշանակում։ Հավատացեք խոսքին, որը կարդում եք կամ լսում եք։ Որովհետև մարմինը առանց արյան կյանք չունի։ Խոսքն էլ, որ դու ընդունում ես, առանց հավատքի չի կենթանանա քո կյանքում։ Մնում է լոգոս։ Շատ կարևոր է, որ կարդաք Աստվածաշունչը կամ լսեք եւ հավատաք։ Դա նշանակում է մարմինը ուտել եւ արյունը խմել։ Իմ մարմինը ուտողը իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի։ Եվ ես հետին օրերում կհարուցանեմ նրան, որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է եւ իմ արյունը ճշմարիտ խմելիք է։ Ամեն։ Փառք մեր Հիսուսին։ Եվ Հովհաննես փառաբանության խումբը եկեք առաջ։ Մենք այսօր հաղորդություն ունենք եւ հաղորդությունը խնդրենք պատրաստեն կարգ ու կանոնը
Եվ Հովհաննես 11-րդ գլխում 25 խոսքում Հիսուսը ասում է. ինձ հավատացողը թեև մեռնի էլ կապրի։ Հիսուս ասում է իմ մարմինը ուտողը եւ արյունը խմողը հետին օրերին կհարուցանեմ։ Հավատում ես այս խոսքերին։ Սա է զատիկը, սիրելիներ ջան, Տերը օրհնի ձեզ, որ մենք հասկանանք ինչ է զատիկը եւ ոնց տոնենք զատիկը։ Հին խմորը դուրս հանեք, հին մարդը ձեզանից դուրս հանեք, նոր մարդու մեջ զորացեք։ Հետևելով Աստծո խոսքին, որ զատիկը եւ այդ խոսքը կատարվի ձեր կյանքում։ Մեր զատիկը Քրիստոսն էր, որ մորթվեց մեզ համար։ Փառք Տիրոջ, եկեք ոտքի կանգնենք։ Ամեն։ Հիսուսը իր արյունը թափեց մեզ համար 7 անգամ։ Գիտեմ, որ շատերդ գիտեք, 3 մեծամորում խոսել եմ։ Բայց որոնք են, ինչի համար 7 անգամ Հիսուսը արյուն թափեց։ Առաջի անգամ Գեթսեմանի պարտեզում էր։ Երբ որ Հիսուսը, հիշում եք, գնաց խաչելությունից առաջ ընկավ ծնկների վրա պարտեզում Գեթսեմանի եւ աղոթեց եւ իր ճակատից գլխից քրտինքի նման արյունը սկսեց կաթալ։ Դա շատ մեծ դեպրեսիա էր։ Հիսուսը տեսնում էր ինչա կատարվելու իր հետ։ Եվ այդ արյունը թափվեց իր գլխից Գեթսեմանի պարտեզում մեր մտքերի համար։ Սիրելիներ ջան, որովհետև մեր մեջ այնքան պիղծ մտքեր կարող է պտտվեն եւ մենք թույլ տանք։ Շատ կարեւոր է որ դու քո մտքերին ուշադրություն դարձնես եւ թույլ չտաս քո գլխի մեջ սխալ մտքեր պտտվեն։ Որովհետև Հիսուսը ասաց, եթե մեկը նայի մի կնոջ վրա եւ իր մտքի մեջ ցանկանա, վերջ նա մեղք գործեց, շնացավ։ Եվ այդ մեղքը անեծկա բերելու իր կյանքում։ Դրա համար Հիսուսը այդ արյունը թափեց, որ մեր մտքերը սրբի։ Խոստովանեք ձեր մտքերի մեղքը, մի մտածեք ով գիտի, Տերը գիտի, խոստովանի, Տեր, մտքիս մեջ ատեցի, մտքիս մեջ շնացա, մտքիս մեջ չեմ ներում, մտքիս մեջ նենգում եմ, նախանձում եմ, հպարտանում եմ, ողորմա ինձ։ Երկրորդ տեղը, երբ որ Հիսուսը արյուն թափեց, երբ որ կանգնած էր հրյաների առաջ, ծեծվեց եւ նրա երեսը մուրուկը պոկեցին, թքեցին նրա վրա եւ ամբողջ երեսը այլանդակել էին արդեն արյան եւ թուքի հետ շաղաղված, դա մեր մեղքերի համար էր, որ մեզ մաքրի մեղքերից։ Երրորդը, երբ որ զինվորները Հիսուսին ծեծեցին, մեջքին հարվածում էին ամբողջ մեջքը, երևի ֆիլմի մեջ էլ եք տեսել։ Ահա, Սիմոնս արկել է, Տերը օրհնի ձեզ։ Երրորդը սա էր, սա որպեսզի նրա վերքերով մենք բժշկվեինք։ Ամեն։ Չորրորդը, երբ որ փշե պսակ դրեցին Հիսուսի գլխին, հիշում եք, խաչի վրա փշե պսակ դրեցին, հրյաների թագավոր ծաղրում էին։ Դա խորհուրդ էր այն բանի, որ Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից։ Գաղատացիս 3:13 նա գնեց մեզ օրենքի անեծքից, մեր փոխարեն անեծք դարձավ, քանզի գրված է անիծյալ է փայտից կախվածը։ Եվ փոխարենը մեզ Հիսուսը կցեց Աբրահամի օրհնություններին։ Փշի պսակը մեզ դուրս հանեց անեծքից եւ օրհնություն մեր կյանքում բերեց։ Դա 4-րդ անգամ, երբ որ արյուն թափվեց Հիսուսից։ 5-րդ անգամ արյուն թափվեց նրան, երբ որ Հիսուսից, երբ որ նրա ձեռքերն ու ոտքերը ծակեցին, 22 Սաղմոսում է գրված, այսինքն մեխեցին խաչափայտին։ Դա ինչի համար էր, խորհուրդը մեր սխալ գործերի եւ մեր սխալ քայլերի համար էր։ Ոտքերն ու ձեռքերը մեխեցին, ծակեցին։ 6-րդ անգամ արյուն թափվեց Հիսուսից, երբ որ նրան խաչը բարձրացրին։ Եվ խաչի վրա 6 ժամ արյունը հոսում էր Հիսուսից։ 6 ժամ հետո Հիսուսը հոգին տվեց։ Այնինչ ուրիշները 6 օր կենթանի մնում տանջվում են խաչի վրա։ Խորհուրդը որն էր։ 6 ժամ արյուն էր հոսում, խորհուրդը նա էր, որ
6000 տարվա այս աշխարհի մեղքերի համար էր այդ արյունը հոսում։ 6000 տարի է, որ այս մարդկությունը գոյություն ունի այս աշխարհի վրա։ Եվ 7-րդ անգամ արյուն թափվեց Հիսուսից, երբ որ խաչի վրա Ռոմեացի զինվորը գեղարդով խոցեց, հիշում եք։ Հիսուսի կողքից ջուր եւ արյուն հոսեց։ Դրա խորհուրդը ո՞րն է, ժողովուրդ ջան։ Դրա խորհուրդն էլ նա էր, որ հիշում եք, Ադամին Աստված քնեցրեց, կողքից մի ոսկոր հանեց եւ կին ստեղծեց։ Հիսուսին քնեցրեց եւ կողքից խոցեց, ջուր եւ արյուն դուրս եկավ։ Իր եկեղեցին Հիսուսի հարսը ստեղծեց։ Ամեն։ Եկեղեցին ծնվեց հենց այդտեղ։ Դրա համար եկեղեցին Տերը ստեղծեց իր արյունով, իր կողքից դուրս եկավ։ Դրա համար ոչ ոք իրավունք չունի եկեղեցում փառավորվել կամ մտածել, որ եկեղեցին իմն է, ոչ մի առաքյալ կամ ոչ մի հովիվ։ Եկեղեցին Հիսուսինն է, իսկ մենք որպես հովներ Աստծո գործակիցներն ենք։ Ամեն, փառք Տիրոջը։ Ահա Հիսուսի արած քայլերը եւ Հիսուսը մեզ փրկագնեց, Հիսուսը մեզ փրկեց, սրբեց, օրհնեց եւ Հիսուսը մեզ խոստացել է հավիտենական կյանք։ Եթե հավատակ, խոսքն ասում, եթե հավատաս, մարմինս ուտես եւ արյունս խմես, կարդաս խոսքը եւ հավատաս։ Իսկ ինչ էր նշանակում հավատալ։ Հավատալ նշանակում է հնազանդվել խոսքին, անել խոսքը, ոչ թե բերանով ասել հավատալ, այլ ապրել այդ խոսքը, դա է հավատալը, անել, վստահել։ Ամեն, փառք մեր Հիսուսին։ Տերը օրհնի ձեզ։ Եկեք այս երգը վերցնենք, սիրելիներ ջան։ Երկրպագենք Տիրոջը, իր արածի համար շնորհակալություն հայտնենք, նոր հաղորդության համար գաղութենք։ Վերցնենք։
Հալելույա, փառավոր Աստված։ Իրականում գոհանում ենք, Տեր, գոհանում ենք ու գոհանում ենք, հավիտյանս հավիտենից գոհանում ենք եւ քեզ պարտական ենք, Տեր, մեր փրկության համար։ Շնորհակալ ենք, որ մեզ հայտնեցիր, մեզ սիրտ տվեցիր ճանաչել քեզ, հավատալ քեզ եւ ապրել քեզանով։ Օրհնյալ Տեր, ես աղոթում եմ, որ զորացնես քո ժողովուրդը, որպեսզի կոշիկները իրենց ոտքերում լինի, ճշմարտության գոտով գոտևորված լինեն, որպեսզի աղոթքի նիզակը ունենան եւ ընդհանրապես ամբողջությամբ Տեր ջան հագցրու քո ժողովրդին սպառազինության 7 զենքերը, որոնք են առաջինը ճշմարտության գոտին, երկրորդը արդարության զրահը, երրորդը ավետարանչի կոշիկները, չորրորդը հավատքի վահանը, 5-ը փրկության սաղավարտը, 6-ը երկսայրի սուրը, որ մեր բերանում ես դրել, եւ 7-ը աղոթքի նիզակը։ Եվ ես աղոթում եմ, որ հագցնես քո ժողովրդին այս զենքերը սպառազինության եւ օծես, սովորեցնես կիրառել, ամենը կատարելով հաստատ կանգնել, թշնամու բոլոր հնարքներին հակառակվելով հաղթահարելով առաջ քայլել։ Եվ այսպես տոնենք մեր զատիկը, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով օրհնում ենք քո անունը, Տեր։ Որովհետև ես Տերից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսը այն գիշեր մատնվում էր, հացը առավ, գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է։ Այս արեք իմ հիշատակի համար»։ Այնպես էլ ընթրիքը ուտելուց հետո բաժակը առավ եւ ասեց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով։ Այս արեք, քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար։ Որովհետև քանի անգամ որ այս հացը ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք»։ Նորից ավետարանչություն։ Մինչև որ նա կգա։ Ուրեմն, ով որ այս հացը ուտե կամ Տիրոջ բաժակը խմե անարժանությամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին եւ արյունին։ Ուրեմն թող մարդ փորձե իր անձը, ապա այն հացիցը ուտե եւ այն բաժակից խմե։ Որովհետեւ անարժանությամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չի որոշում Տիրոջ մարմինը։ Նրա համար էլ ձեր միջում շատ հիվանդներ եւ շատ ցավագառներ կան եւ շատերն էլ ննջած են, մահացան։ Որովհետև եթե մեր անձերը դատեինք, չէինք դատապարտվի, բայց դատապարտվելով Տերից խրատվում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։ Ամեն։ Մենք տեսնում ենք, որ շատ լուրջ է այս հաղորդության խորհուրդը։ Ընդունելով հաղորդություն դու միանում ես Հիսուս Քրիստոսի արյան ուխտին, նորից թարմացնում ես դու ուխտը։ Ամեն։ Եվ սա շատ սուրբ է Աստծո առաջ։ Դրա համար սիրելիներ ջան, եկեք այսօր նորից աղոթենք, 1 րոպե նորից վերցնենք, ոնց սովորություն ունենք, Տիրոջ առաջ մեր սրտի մեջ խոստովանենք մեր մեղքերը, ներողություն խնդրենք եւ հետո նոր մոտենանք հաղորդությանը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, սիրով ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Արմավիրի կյանքի խոսք եկեղեցու հասցեն է, քաղաք Արմավիր, Երևանյան 37/2։ Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ամեն Կիրակի ժամը 12:00-ին ունենում ենք խոսքի ծառայություն եւ ամեն չորեքշաբթի ժամը 19:00-ին աղոթքի եւ երկրպագության ծառայություն։ Նաեւ եկեղեցին ունի տարբեր համայնքներում խմբակներ, որ անհրաժեշտ է ամեն ժամանակ քրիստոնյաները մեկտեղ լինեն։ Խմբակների վայրերն են քաղաք Արմավիր, քաղաք Մեծամոր, գյուղ Մայիսյան, գյուղ Խանջան, գյուղ Մարգարա։ Եվ հավատում ենք, որ կլինեն այն գյուղերում եւ քաղաքներում, որոնք չնշեցին։ Եկեղեցին նաեւ միաբան է համացանցով, ամեն երեկո Zoom ծրագրով խոսքի եւ աղոթքի ծառայության մեջ է։ Սիրելիներ, եթե ներգրաված չեք միաբանության մեջ, խորհուրդ ենք տալիս միաբանվել Աստծո ժողովրդի հետ։ Աստծո խոսքը ասում է. միաբանության մեջ կա զորություն։ Սիրելիներ, բաց թողեք աշխարհը եւ միացեք ձեր քույր ու եղբայրներին։ Աստված շատ օրհնի ձեզ։